Հայաստանը այս տարի հյուրընկալելու է գինու միջազգային հեղինակավոր համտես մրցույթներից մեկը՝ կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ մրցույթի շրջանակում կհյուրընկալի շուրջ 400 միջազգային փորձագետ՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Սա մեզ համար հրաշալի հնարավորություն է ներկայացնել Հայաստանը առաջին հերթին և դիրքավորել Հայաստանը որպես գինեգործական երկիր։ Մենք հնարավորություն կընձեռեն գինեգործական ընկերություններին իրենց արտադրանքը ներկայացնելու գնորդներին, լրագրողները հնարավորություն կունենան բացահայտել Հայաստանը և հոդվածների միջոցով նաև ճանաչում կբերենք Հայաստանի որպես գինեգործական երկիր, իսկ սոմելիեների հետ աշխատանք կտանենք, որպեսզի հայկական գինիներ ներառվեն գինու մենյուների մեջ։ Ըստ Զարուհի Մուրադյանի, սա լավ հնարավորություն է, որ Հայաստանը այս ոլորտում միջազգային փորձ ձեռք բերի, քանի որ փորձագետների շրջանակում կան նաև բարձր հեղինակություն ունեցող մասնագետներ։ Նրանք կայցելեն գինու գործարաններ և կլինի փորձի փոխանակում, իսկ թե ինչու է իրենց հայտը ընդունվել, Մուրադյանը այսպես է մեկնաբանում։ 4 տարի աշխատանք ենք տարել, շատ երկար աշխատանք ենք տարել, որպեսզի իրենք դիտարկեն Հայաստանում միջոցառումը կազմակերպել։ Տարբեր հայտեր են ստացել Վրաստանից, տարբեր եվրոպական երկրներից, բայց երբ որ այցելեցին Հայաստան, երբ որ մենք ցույց տվեցինք այն ամենը, ինչ որ մենք ունենք, իրենք իսկապես շատ տպավորված էին մեր հետաքրքիր տերուարներով, տեղացին սորտերով, մեր հզոր ու հարուստ ժառանգությամբ, եւ որոշում կայացվեց, որ միանշանակ պետք է անել Հայաստանում, քանի որ շատ բան ունենք ցույց տալու միջազգային փորձագետներին։ Ըստ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի, Հայաստանը այժմ վերածնունդ է ապրում գինեգործության մեջ և հայտ ներկայացնում իր հետաքրքիր և յուրահատուկ գինիներով։ Նրա կարծիքով լինելու են հեղինակավոր հյուրեր և լրագրողներ, որոնց համար մշակվել է հատուկ ծրագիր։ Որովհետև իրենք արդեն իսկ պլանավորած հարցազրույցներ են ուզում ունենալ մասնագետների հետ, հստակ գիտեն ուր են ուզում այցելել, ինչն է իրենց հետաքրքիր եւ մենք այս առումով իրենց համար առանձին օրակարգ ենք մշակում, շատ մեծ հետաքրքրություն կա մեր հին այգիների մասով, ուզում են այցելել, տեսնել 100+ այգիներ, յուրարմատ այգիներ, տեղացին հետաքրքիր սորտեր, բարձրադիր գոտիներ, հետաքրքիր այդ հողակլիմայական պայմաններին են ուզում ծանոթանալ, կարծում եմ իրենց համար բավականին հետաքրքիր է, մենք շատ ուրախացել ենք այս փաստով, որ կարող ենք հյուրընկալել նման բարձր վարկանիշ ունեցող մասնագետների։ Նա վստահեցրեց, որ նոր հնարավորություններ կբացվեն հայաստանյան գինեգործների համար դեպի միջազգային շուկա, քանի որ կա 100-ից ավել գնորդ։ Նաև հնարավորինս շատ ներկայացվելու է և գինեգործական արտադրանքը և արտադրական պրոցեսը, քանի որ գնորդների համար շատ կարևոր է հասկանալ և տեսնել տեղում, թե տվյալ ընկերությունները ինչ հնարավորություններ ունեն երկարաժամկետ համագործակցության համար։ Խոսելով իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին, նա ընդգծեց, որ դժվարություններից մեկը 7500 տեսակ 15000 շիշ գինի ներմուծելն էր։ Մարտահրավերը գրեթե երևի թե դրա հետ էր կապված, լոգիստիկ բոլոր հարցերը ճիշտ ու ժամանակին կազմակերպելու առումով ներգրավել ենք բոլոր մեր գործընկերներին, շատ ակտիվ նաև մեզ հետ աշխատում են գիտերը, զբոսաշրջության կոմիտեն, ասոցիացիաները, որպեսզի լավագույնս ներկայացնենք Հայաստանը, եւ կարծում եմ շատ կարեւոր է ներկայացնել նաև մեր մշակույթը եւ փորձել ենք համադրել մշակույթը գինու ոլորտի հետ։ Նշենք, որ միջազգային փառատոնը ավելի քան 30 տարվա պատմություն ունի։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։